Բջջանյութի մասին, ինչու են սրանք կարևոր, հա, կլեչատկա կոչված է երեխայի առողջաճի եւ զարգացման, աղիների միկրոֆլորայի համար։ Կլեչատկա, ֆայբեր, միկրոթելեր, բջջանք, բջջանյութ, այս բոլորը բարդացխաջրեր են, որոնք հիմնականում մարսողության մեջ չեն քայքայվում։ Դուք իրենց ուտում եք, օրինակ ցորենի թեփ, օրինակ լոբեղենի մեջ, օրինակ բանջարեղենի մեջ, շատ կան ամբողջահատիկների հիանալի աղբյուր, այսինքն չմշակված ցորենը, ծավալը, բլղուրը, ունենք այնտեղ փոխինձը, չմշակված ցորենները, իրանց վրա ունեն այդ կեղևը, որը որ ամբողջությամբ բջջանյութ է, օրական մինչև 25-30 գրամ բջջանյութ պետք է լինի, հիմնականում մենք այդքան չենք ուտում, որովհետև չենք ուտում այդքան լոբեղեն, չենք ուտում այդքան ամբողջահատիկներ, ցավոք չենք ուտում բանջարեղեն այդքան, որովհետև մրգի մեջ շատ չի, այս երեքն են հիմնականը, բայց մրգի մեջ էլ կա։ Իրենք ավելի նման ավլում են աղիները, չեն մարսում, դրա համար այսպես հավաքում են իրար ինչ կա, ծանր մետաղի աղեր կարող են հավաքել, ճարպեր կարող են հավաքել, գազեր, որ այնտեղ կուտակվեն, հավաքում են, մաքրում են, տանում են այսպես ավելի նման։ Երկրորդը, որ այս բոլոր հումք է, սնունդ է մեր աղիքի լավ միկրոբների համար։ Եվ երբ որ մեր աղիքի լավ միկրոբները ուտում են այս բջջանյութը, իրանց էներգիայի համար օգտագործում են, իրանք արտադրում են կարճ, շղթայավոր ճարպաթթուներ, նյութեր, որոնք արյան մեջ ինչքան շատ են, այնքան մեր ինֆարկտի, ինսուլտի, դիաբետի ռիսկը քիչ է։ Այսինքն դուք ուտելով եւ սնելով ձեր միկրոբներին, դες ավելի առողջացնում